Անձնագրային անունով Սաթաղայի Աֆրոդիտե, մեզ համար Աստվածամայր Անահիտ։ 10 կիլոգրամանոց բրոնզաձույլ գլուխը վերագրում են տարբեր աստվածների՝ Վեներա, Աֆրոդիտե։ Ի վերջո, ում է պատկանում բրոնզաձույլ գեղեցկուհին։ Ինչու ենք մենք ընկալում այն որպես Անահիտ, պայմանավորված իր հայտնաբերվելու վայրից։ Եվ այստեղ այնքան կարևոր չի, թե արձանը կոնկրետ որտեղ է պատրաստվել։ Կարևորը այն է, թե ժողովուրդը ինչպես է այն ընկալում։ Մեր նույնիսկ ենթագիտակցության մեջ այս արձանը, այս գլուխը ուղղակի մեխված է որպես Անահիտ։ Հայ աստվածուհու քանդակի պատմությունը բարդ է։ Օսմանյան կայսրությունից Հունաստան, հետո Իտալիայից Բրիտանիա։ Մասունքը հայտնաբերվել է 1873-ին փոքր հայքի տարածքի Սաթաղ բնակավայրում։ Թվագրվում է Քրիստոսից առաջ 2-ից 4-րդ դարեր։ Որ արձանը հունական Աֆրոդիտեն չէ, մատնում են կիսալուսնաձև խոպոպները։ Դրանք հարիր էին միայն հայ դիցուհուն։ Հայերը իրենց տեղական աստվածներին նույնացրել են հույն աստվածների հետ, ուստի հնարավոր է նաև, որ տեղի հայ բնակչության համար այն ոչ թե Աֆրոդիտե աստվածուհիներ, այլ Անահիտը։ Դիցուհի Անահիտի պաշտամունքի շատ ավանդույթներ հասել են մինչև մեր օրեր։ Դրանցից է մայրության եւ գեղեցկության տոնը, որը հայոց դիցարանում նշում էին որպես Աստվածածնի զորության օր։ Կանացիակերպ այս աղամանները եւս կապվում են բազմաստվածության ժամանակների հավատալիքներին։ Հղի կնոջ տեսքով այդ աղամանները եւ աղը վերցրել են նրա պորտի մասից։ Մենք գիտենք նաև պորտի նշանակությունը, սերունդների միջև կապը ընդգծող որպես վկայություն, այդ ամենը սերտորեն կարող է կապվել նաև Անահիտի պաշտամունքի հետ, որտեղ Անահիտը իր առաջին գործառույթով այն մայրության աստվածուհին էր։ Մայրաստվածուհուն մայր հայրենիքում պաշտել են ինչպես մորը։ Պատմության թանգարանը անցած 7 ամիսներին ռեկորդ է սահմանել։ Ավելի քան 45,000 մարդ է այցելել դիցուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը տեսնելու։ Վերջին տասնամյակների ամենաայցելվող ցուցահանդեսը կարելի է համարել։ Հայկական դիմագծերով, հունական նրբագեղությամբ ու հելենիստական ոճով աստվածուհու քանդակը պատմության թանգարանում կմնա ևս մի քանի օր, մինչև ապրիլի 10-ը։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։